Դեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ սիրելիներ եւ Աստծո սրտած փառք, որ դերը այս արիտները մեզի գշնորե ուր ամեն ուրբաթ Աստծո խոսքը գսերտենք, որբեսի մեր հավատքը գառուցենք ողջամիտ վարդապետության վրա, որբեսի դղայական բաներեն ցերփազատվենք եւ ամեն հովերե դարուփերփած չլանք, հաբա ամուր ճշմարիտ հավատքի վրա գառուցենք մեր կյանքը եւ այսպեսով դերոջ համար ապրենք եւ բդղափեր կյանքեր ունենանք։ Այսօր Աստծո շնորհքով պիտի շարունակենք երրորդ գլուխեն, առաջին Թեսաղոնիկեցիս երրորդ գլուխ։ Գարտանք մեկեն երկու համարները, գսե առաքյալը, ուստի ալ չգրնալով ավելի համբերել, աղեք երևցավ մեզի մինակ աթենք մնալ, եւ Դիմոթեոս մեր եղբայրը ու Աստծո Պաշտոնյան եւ մեր կորձագիցը Քրիստոսի ավետարանի մեջ ղրգեցինք ցեզ հաստատելու ու մխիթարելու ձեր հավատքին համար։ Ուստի բարը նախորդ խոսքերուն շարունակությունն է, որովհետև դուք մեր հույսն եք նախորդ գլուխին վերջին համարներու մեջ գսե, որովհետև դուք մեր հույսն եք, մեր փառքը եւ ուրախությունն եք։ Ուրեմն ուստի գսե, որովհետև դուք եք մեր հույսը, մեր բարձանք ուրախությունը բսագը, այս պատճառով չգրցանք ավելի համբերել, աղեք երևցավ մեզի մինակ աթենք մնալ։ Թեսաղոնիկեի հավատացյալները առաքյալին սիրտի մեջ դեղ գրաված էին։ Անչեր գրդար անոց երթալ մոլերանտ հրյաներու պատճառով, որոնք միշտ խռովություն կստեղծեին առաքյալի ծառայությունը խանգարելու համար։ Ուստի հոս ինչ կնե Դիմոթեոսը գուղարկե։ Դիմոթեոսը ուղարկելը ապացույց էր, որ զիրենք կսիրեր ու մտահոգված էր անոնցմով, թե արդյոք հավատքի մեջ խախտում ունեին։ Նախաբես ըսած էր, չանացինք ձեր երեսը տեսնել մեծ փափակով, 2-րդ գլուխին 17-րդ համարի մեջ։ Եթե առաքյալը հավատար, ինչպես ոմանք կհավատան, թե հավատացյալը ուզե կամ ոչ հավատքի մեջ հաստատ պիտի մնա, իր մտահոգությունը չէր հայտներ Պողոս առաքյալ։ Դժբախտաբար միշտ գտնված են մարդիկ, որոնք հավասարակշռությունները դուրս ելած աչեն ցախեն Աստծո խոսքեն անդեղի համարներ կներկայացնեն իրենց դեսագետը բնտելու համար։ Այս տասագարկին պատկանողներն ոմանք գուսուցանեն ու գշեշտեն, որ երբ հավատացյալը շնորհքի ուրգանին մեջ բռնվի, ալ չգրնար դուրս ելնել։ Ուստի անպայման հավատքի մեջ անպիտի հաստատվի եւ մտահոգվելու գարիքը չկա։ Սակայն առաքելական նամակները լեցուն են արթուն գենալու, զգաստությամբ ապրելու եւ ողջամիտ վարդապետության մեջ հաստատվելու պատվերներով։ Եթե առաքյալները հավատային շնորհքի ուրգանեն դուրս ելնելու անկարելիության, ինչու այդ պատվերները գուղեն եւ գսգուշացնեն հավատացյալները։ Այս ճշմարտությունը հաստատելու համար մի քանի դեղերը համարներ պիտի գարտամ։ Ուրեմն առաջին Կորինթացոց 15-րդ գլուխին 58-րդ համարը այսպես կսե. Ուստի իմ սիրելի եղբայրներս հաստատ եղեք, անշարժ գեցեք եւ ամեն ադեն ավելցեք դերոջը կորձի մեջ, գիտնալով որ ձեր աշխատությունը բարապ չէ դերոջմով։ Դարձյալ նույն քիրքին, նույն նամակին 16-ին 13 այսպես կսե. արթուն գեցեք, հավատքի մեջ հաստատ գեցեք, ժիր եղեք, զորացեք եւ Եբրայեցոց 3-րդ գլուխի մեջ գսե Եբրայեցոց 3-րդ գլուխի մեջ 6-րդ համարը բայց Քրիստոս որդի մբես իր տանը վրա, որուն անունը մենք ենք,
միայն թե այն համարձակությունը եւ հույսին բարձանքը մինչեւ վերջը հաստատ բռնենք։ Իսկ առաջին Դիմոթեոս 1 առաջին Դիմոթեոս առաջին գլուխ հոն գսե 18-19 այս բադվերը գավանթեմ քեզ իմ որդյագս Դիմեթեոս քու վրայովդ առաջվնե եղած մարգարեություններուն համեմատ որ անոցմով բادرազմիս այն բարի բادرազմը եւ ունենաս հավատք ու մաքուր խղճ մտանք զոր մեկ քանիները իրենց մեկտի ցկելով նավագործություն գրեցին հավատքին գողմանը Շարունակելով Արաքյալը իր խոսքը Դիմոթեոսը կներկայացնե հիշելով անոր 3 հատկությունները սակայն քիչ առաջվա գարտացված համարները գծուցնեն բադվերներ կան որ մենք արթուն պետք է գնանք անոր համարոս վերջին հատվածը որ գարտացի գսե մեկ քանիները մեկտի ցկելով նավագործություն գրեցին գսե նավագործություն հունարեն բնակիրը գսե ապոսամենի մեկտի ցկելով գսե հայերենը հունարենը ապոսամենի կնշանակե որ ես իմ ազատ գամքովս մեջս փամբունիմ զայն թուրս կհանեմ մեկտի գցիկեմ թուրս կանեմ ես թուրս կհանեմ անոր ամարոսկը մեկտի ցկելով նավագործություն գրեցին հավատքին գողմանը ոմանք իրենց մեջ ունեցած այդ հավատքը մեկտի ցկեցին Եվոս ուրեմն ինչպես ասի Արաքյալը Դիմոթեոսը կներկայացնե եւ 3 հատկություններ գիշե առաջին գսե եղբայրը ինչպես գարտացինք ուստի գսե ցեզ մխիթարելու համար չգրնալով ավել համբերել աղեք երևցավ մեզի մինակ ատենք մնալ եւ Դիմոթեոս մեր եղբայրը Հիսուսը դերը եւ մենք իրարու եղբայրներ ենք ինչ մեծ շնորհք է այս որքանալ դարիքի դարբերությունները լան Քրիստոսով եղբայրներ ենք այսինքն հարազատներ ենք եւ ոչ թե օդարներ նույն Արաքյալը Դիմոթեոսին ուղած նամակի մեջ գսե Դիմոթեոս իմ հարազատ որդիս առաջին Դիմոթեոս 1:2 Իսկ առաջին Դիմոթեոս 1:2 մեջ գսե սիրելի որդիս յետքը իմ հարազատ որդիս սակայն երբ զայն ուրիշներուն կներկայացնե գսե մեր եղբայրը մենք եղբայրներ գոչվելու համար Դեր Հիսուս մեծ քին վճարեց Գարժե նշмарել որ մենք Աստծո խոսքի մեջ 5 անուններով գջանցվենք ցույց տալու համար մեր թիրքը զորունի Քրիստոսի մեջ միևնույն ժամանակ հիշեցնելու մեր բադասխանատվությունը թվեմ այդ անունները զոր մենք գգրենք առաջին քրիստոնյաներ երկրորդ աշակերտներ երրորդ սուրբեր չորրորդ հավատացյալներ իսկ 5-րդ եղբայրներ անշուշտ քույրեր եւս հիշյալ անուններով գջանցվին Ուրեմն Պողոս Արաքյալ Դիմոթեոսոս կներկայացնե 3 անուններով առաջինը եղբայր իսկ երկրորդը Աստուծո Բաշտոնյան գսե մեր եղբայրը ու Աստուծո Բաշտոնյան այս կնշանակե որ Աստուծո Բաշտոնյան մեկն է որ հետաքրքրված է Աստուծո գամքով դրամատիր է անոր հնազանդելու Ան մարդոց Բաշտոնյան չէ այլ Աստուծո մարդոց կողմէ նշանակված չէ այլ Աստուծո Ան Սամվելի նման ամեն օր գսե խոսե դեր քանզի կուզարատ մդիկ կնե ուստի ան աստվածային ճշմարտությունները մարդոց եւ հավատացյալներուն փոխանցելու միջոցն է Աստուծո Բաշտոնյան
Ինչպես որ ընկերության մբաշտոնյան ընկերության շահը կփնտրե եւ այդ նպատակով կգործե, նույնպես Աստուծո բաշտոնյան Աստուծո եկեղեցին բարօրության համար կծառայե, որպես գոչում ստացած կծառայե հավատացյալներու մեջ ու ոչ թե որպես արհեստ թրամ թիզելու համար։ Քաղաքացիս 1 հոնդերը գսե քաղաքացիս առաջին գլուխ 10-րդ համարը գսե քանզի հիմա մարդիկ կհաջեցնեմ թեզ Աստված կամ մարդոց հաջելի ըլլալ կփնտրեմ քանզի եթե ստագավի մարդոց հաջելի ըլլայի ալ Քրիստոսի ծառա չէի ըլլար։ Երրորդ հատկությունը առաքյալը գսե Տիմոթեոսին ներկայացնելով մեր կորձագիծը գսե մեր կորձագիծը կորձագիծ բառը Աստուծո հեզ ծառաներուն ականջին անուշ կհնչե իսկ հբարտ ու բռնագալ եկեղեցվո առաջնորդներուն խորտ կտվի անկասկած Պողոսի եւ Տիմոթեոսի միջև հավատքի հասունության մեջ եւ փորձառության մեծ դարբերություններ կային ասոր այդ մեկտեղ Պողոս Տիմոթեոսը իր կորձագիծը կնկատեր հբարտ ու բռնագալ եկեղեցվո առաջնորդներ դարսոնցի Սողոսը իբրև օրինակ տեսնելով անոր հետևելու են եթե գուզեն Աստուծո օրհնությունը հանգչի իրենց վրա եւ քայթաղության պատճառ չդառնան ու Աստուծո անունը արադավորեն Աստված սիրելիներ հբարտ մարդոց հետ կորդ չունի որքանալ անոնք դաղանթավոր ըլլան Աստված հբարտներուն հագարակ կգենա խոնարհներուն շնորհք կուտա Ինչ էր առաքյալին հետաբնթած նպատակը որուն համար Տիմոթեոսը Թեսաղոնիկե գրգեց քրիստոնյաները հավատքի մեջ հաստատելու եւ մխիթարելու համար Դերոջը ծառային սրբազան ծառայություններեն գագնգալվի Դեր Հիսուսը որպես փրկիչ ընդունողները ողջամիտ բարթաբերության մեջ հաստատել եւ հոգեվոր բոլոր պետքերը հայթայթել մխիթարելու այդ կենթատրե մեզ հավատքի մեջ հաստատողը Դերն է ինչպես իր ծառաներու միջոցով որոնք Սուրբ Հոգին դրամատրված անոր կողմէ գարաչնորթվին Ինչպես որ վերստին ծնունդը կարևոր է նույնքան կարևոր է ողջամիտ բարթաբերության մեջ հաստատվելը Եթե Պողոս հավատար թե հաստատվելը ուզե կամ ոչ պիտի հաստատվի հավատացյալը Եթե Պողոս այդպես հավատար հավատացյալը ուզե կամ չուզե պիտի հաստատվի հավատքի մեջ որտեղ շնորհքի ուրգանի մեջ բռնված է Տիմոթեոսը չեր գրգեր Թեսաղոնիկե որբեսի նորահավատները հաստատե Քրիստոսի մեջ Այստեղ հարկ կսեբեմ ըսելու թե անոնք որ գուզեն քրիստոնյաները ողջամիտ բարթաբերության մեջ հաստատել ու մխիթարել այսինքն հոգևոր պետքեր հայթայթել Աստվածաշունչը լավ գիտնալու են Ուստի այդպեսիներեն գագնգալվի ոչ թե միայն Աստուծո խոսքը գարթացող ըլլալ այլ առանց նախաբաշարումի ուսումնասիրող ըլլան Աստվածաշունչը որբեսի կարողանան զիրենք ունգընտրողները հավատքի մեջ հաստատել այլապես փարոյական տասախոսություններով ունգընտիրները պիտի սպաղեցնեն ու անոնց հավատքը ամեն հովերե դարուփերված աստին անտին պիտի ըլլան խարխուտ հիմերու վրա առանց հասկանալու թե ինչի եւ ինչու համար գահավատան մարդկային փիլիսոփայություններու եւ հագասուբքրային ավանդություններու վրա հիմնված խոսքերն ու տասախոսություններն չեն գտնար ճշմարիտ հավատքի հիմեր ըլլալ որու վրա պիտի հաստատվի քրիստոնյան միակ ամուր հաստատուն եւ ապահով հիմը Աստուծո խոսքի մեջ բացահայտված հստակ ողջամիտ բարթաբերությունն է Թող Տերը
ցեզ բոլորդ հաստատե Աստվածաշունչի հիման վրա եւ ցեր հավատքը մտղափեր դառնա Տեր Հիսուսը փառավորելով։ Եթե Տերը գամենա, երրորդ համարեն պիտի շարունակեն քալ ուրբաթ։ Մինչև այդ օրը հասնի, Տերը մեզ բոլորս իր շնորհքի մեջ պահե։ Իր փառքին համար ամեն։